Այդ ինքնազբաղված փուլը շատ լավ եմ հիշում ու շատ դժվար էր այդ վիճակից դուրս գալը։ Ես չեմ ունեցել ստարտային կապիտալ։ Իմ ստարտային կապիտալը եղել է իմ էներգիան, իմ ժամանակը, իմ պոտենցիալը։ Ցավոք սրտի իմ սերունդի մեջ, իմ սերունդի մարդկանց մոտ մի քիչ բան եղել, մտավախություններ եղել։ Մի քանի հոգով ձեռնարկել ինչ-որ մի գաղափարի շուրջ աշխատանքներ կատարելը։ Ինչքան որ դու ունես մեծ ներդրում, այդքան ունես ռիսկեր ձեռքբերման եւ կորցնելու։ Այսինքն մենք չունենք այդ հնարավորությունը, որպեսզի IKEA-ի պես հումքը այնքան մատչելի ձևով կարողանանք ստանանք, որ ստացվող արտադրանքն էլ դեպի մատչելի լինի։ Կրթվելու ժամանակ էլ դու կարողանաս հասկանաս ինչ տվեցիր, ինչ վերցրեցիր։ Ու անվճար ոչ մի բան չի լինում, թող բոլորը իմանան։ Շարունակում ենք մեր Business Challenge հաղորդումների շարքը, հաղորդում, որն ուղղված է խոսելու հատկապես փոքր ու միջին բիզնեսի մասին, վերհանելու դրա առանցքային խնդիրները, իր պատմություններով օրինակ դառնալու գուցե ձեր առաջին, գուցե ընթացքային քայլերի համար։ Մեր այսօրվա հյուրն է Կարեն Աղաբաբյանը, Հարմոնիկա կահույքի արտադրության ընկերության համահիմնադիր տնօրեն։ Բարև ձեզ, Կարեն ջան։ Բարև ձեզ, Տերուր ջան։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ինձ դիտարկելու որպես ձեր հյուրը եւ օգտվելով առիթից ուզում եմ մաղթեմ ձեզ նորանոր հաջողություններ ու ընդլայնումներ։ Շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու եւ բարեմաղթանքների համար։ Ինչպես ներկայացրեցի կահույքի արտադրամասի, կահույքի արտադրության մասին ենք այսօր խոսելու։ Ուզում եմ իմանալ ոնց երբ սկսվեց ամեն ինչ ձեր բիզնեսում։ Պատմեք մի քանի բառով։ Իհարկե, սիրով։ Որպես արդեն ինքնուրույն գործունեություն սկսվեց 2004 թվականից, արդեն գրանցված որպես կազմակերպություն, երբ հասկացա որոշակի բացական կողմերը այն արտադրությունների, որոնց հետ ես առնչվում էի, իմիջիալից ես աշխատում էի ինչ-որ մի կազմակերպությունում, որը այն ժամանակ կոչվում էր Belinda։ Ու հասկացա, թե ինչեր կա շուկայում, որոնք որ բաց են, որոշեցի ինքնուրույն զբաղվում դրանցով։ Այդ ընթացքում ընկերս էլ ինձ որոշակի խորհուրդներով իր աջակցությունով փորձեց օգնել ու մենք միասին հիմնեցինք մեր սեփական կազմակերպությունը։ Եվ ված չէր, համագործակցություններով, թե անհատների, թե կազմակերպությունների հետ քիչ-քիչ աճեր գրանցեցինք։ Կարեն ջան, եթե փորձենք խոսել կրթություն եւ մասնագիտություն, նախկինում որոշակի մասնագիտական առումով ասացիք, որ աշխատել եք, իսկ ձեր կրթական ուղին համընկնում է ձեր այսօրվա գործունեության հետ։ Բացարձակ չի համընկնում, ես իմ մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ եմ։ Եթե խոսենք Հարմոնիկայի մասին, ինքը որպես առանձին ընկերություն հենց սկսեց 2004-ին ձևավորվել, թե բրենդի ձևավորումը որ պահից է եղել, տեղի ունեցել։ Չէ, բավականին երկար ժամանակ չեմ էլ մտածել բրենդի մասին, որովհետև ես կասեմ, որ տարիների պատմությունը ինձ ցույց է տվել, որ իմ պահանջարկը ավելի շատ է եղել, քան իմ առաջարկը, իմ հնարավորությունները։ Ու չեմ էլ մտածել, որ զարգացնեմ կամ ինչ-որ բան պակաս է իմ մոտ ավելի շատ զարգացնեմ, բայց ժամանակին համընթաց կարիք եղավ բրենդի ու տենց նորից մի քանի ընկերներով քննարկումներից որոշեցինք կոչենք մեր կազմակերպությունը Հարմոնիկա, որ բառը որ ասոցիացվում է հարմոնիայի հետ, հա, իսկ մեր մոտ շատ կարևոր է, որ մեր պատվիրատուների ցանկություններն ու հնարավորությունները հարմոնիայի մեջ լինեն։ Մոտեղվել, այո։ Օրինակ, որ խոսում ենք ինչ որ մի հատկապես արտադրության, որտեղ որ ծառայություն է մատուցվում, միշտ երկու կարծիք կա, արդյոք դա ինքնազբաղվածություն է, թե բիզնես է։ Ես ենթադրում եմ, որ հենց սկզբից դուք անցել եք այդ ինքնազբաղվածության ճանապարհով, երբ որ ամեն ինչ մենակով եք փորձում կատարել, բան կհիշեք այդ փուլը ոնց եք անցել եւ որն է շրջադարձային կետը, որ դուք արդեն համարում եք, որ դուք արդեն բիզնեսի սեփականատեր կամ համասեփականատեր եք։ Հա, շատ լավ եմ հիշում այդ ժամանակը շրջանը, դե այն ժամանակ չէինք էլ հասկանում ինքնազբաղվածը որն է, բիզնեսմենը որն է։ Եկեք մեր հայրենով ասենք, շատ լավ բառը գործարար ծառա է, որովհետև
անգլերենից եթե բիզնեսմենը նայենք, գործի մարդ երևի չգիտեմ։ Զբաղված մարդ։ Ինձ թարգմանիչներն են, ես հասկանում որպես գործի մարդ կամ զբաղմունքով մարդ, բայց հայերենից ստացվում է գործ արար, այսինքն գործ արարող, ոչ թե գործ անող, որտեղ գործ անող շատերը կարող են, բայց գործ արարը ուրիշ խորհրդանիշ է։ Այդ ինքնազբաղված փուլը շատ լավ եմ հիշում, ու շատ դժվար էր այդ վիճակից դուրս գալը։ Շատ դժվար էր առանց ինչ-որ խորհրդի։ Ցավոք սրտի խորհրդատու չեմ ունեցել։ Իսկ երբ արդեն անցա հաջորդ փուլ, երբ ունեցա արդեն իմ հաստոցները, որոնք արդեն փոխարինում էին մարդկանց, դա երևի 2011-12 թվերն էր։ Այդ ժամանակ հասկացա, որ փաստորեն մարդ կարա այդքան շատ չաշխատի, իր փոխարեն կարող նաև հաստոցներ աշխատեն։ Իսկ դա լրիվ ուրիշ մտածելակերպ, ուրիշ դեպի կազմակերպչական աշխատանք է, որ սկսած անվտանգության կանոններից, սկսած աշխատանքի բաժանումից, սկսած առաջադրանքների բաժանելուց ու ստանալուց, դրանց պատողները, արդյունքները, արդեն քիչ-քիչ տենց հոնդևով մտնում ենք գործարար վիճակի մեջ, ու ես հələ չեմ ասի, որ այսօրվա դրությամբ լիարժեք կարող եմ ինձ համարեմ գործարար, որտեղ հələ պրոցեսներ կամ համակարգեր կա, որ հələ մշակման կարիք կա, հենց կոնկրետ իմ բնակավարում կամ հենց իմ մոտ, բայց ինքնազբաղված կարգավիճակից կարող եմ ասել դուրս եկած եմ։ Ես օրինակ միշտ հարցնում եմ ստարտային կապիտալի մասին, սակայն ձեր խոսքից հասկանում եմ, որ դա ինչ որ մի օր կամ մի փուլ չի, երբ որ կարիք է եղել ստարտային կապիտալի մասին։ Ամեն դեպքում մեր դիտողներին պատմեք, թե եւ ստարտի ժամանակ եւ ընթացքում ֆինանսավորման մասը, քո հայտարարման եղանակները ինչպես են տեղի ունեցել ձեր օրինակում։ Նախ իմ օրինակի մասին կասեմ եւ մի հատ փոքր խորհուրդ կտամ մեր ունկնդիրներին։ Ես չեմ ունեցել ստարտային կապիտալ։ Իմ ստարտային կապիտալը եղել է իմ էներգիան, իմ ժամանակը, իմ պոտենցիալը։ Սեփական գործիք էլ չեմ ունեցել։ Այդ սկզբնական աշխատանքներով սկսել են կազմակերպել, ոչ իմ աշխատանքային գործիքներով ա եղել, որոնք ընթացքում հետո սկսել եմ ձեռք բերել։ Ի տարբերություն այն գործարարների կամ այն նպատակասլաց մարդկանց, ովքեր ունեն ինչ-որ մի կապիտալ ու փորձում են ինչ-որ մի գործով զբաղվել, տարբերությունը միայն սա է։ Ով ունի նախնական կապիտալ, ինքը ծախսում է բավականին երկար ժամանակ, որ հասնի ինչ-որ մի նպատակի։ Բայց իր դրական կողմն է, որ ինքը շատ լավ ամուր փորձ է ձեռք բերում այդ ընթացքում։ Այսինքն ինքը եթե ինչ-որ մի բան կորցնում է իր առողջությունը, կորցնում իր ժամանակը, դրա հաշվին, բայց փորձ է ձեռք բերում։ Կարելի ասել գումար չի կորցնում։ Իսկ կապիտալով մուտք գործողը, իր մոտ ռիսկ է, ինքը եթե աշխատանքները չստացվեցին կամ ինչ-որ բան այնպես չգնաց, ինքը մեն գումարն է կորցնում։ Երբեմն էլ իր վստահությունը, երբեմն, բայց մեծամասամբ ցավոք սրտի ասեմ, վստահությունը են կորցնում, երբ մենար չստացվում։ Ես խորհուրդ կտամ գործարարներին, մանավանդ մեր ժամանակներում գոնե նախնական կապիտալով սկսեն, որպեսզի ժամանակ չկորցին։ Քանի որ այսօր հնարավորությունները ավելի շատ են, տարբեր բնակավարում, տարբեր ոլորտներում բիզնեսներ սկսելու, ցանկալի է կապիտալը մուտք գործել, իսկ ավելի ցանկալի է թիմայինով։ Եթե մենակ, որով լինի մյուսը, մեկը կլինի գաղափարապես ավելի ուժեղ, ոչ գիտեմ ինքը ֆինանսել չունենա, բայց շատ թանկ ռեսուրս է գաղափարները, մեկը ֆինանսը, մեկը տարածքային ինչ-որ, որտեղ այդ գործունեությունը պետք է ձեռնարկել, անգամ 3 հոգով մուտք գործել, գործելի ողջունելի է։ Ցավոք սրտի իմ սերունդի մեջ, իմ սերունդի մարդկանց մոտ մի քիչ բան եղել, մտավախություններ եղել, մի քանի հոգով ձեռնարկել ինչ-որ մի գաղափարի շուրջ աշխատանքներ կատարելը։ Ես կասեմ, որ դա չգիտեմ ինչից է եկել, մտավախություններից է եկել, բայց ես այսօր տեսնում ու համոզում եմ, որ չէ, հենց համատեղ կամ մի քանի հոգով գաղափարակիցներով ձեռնարկելը ավելի ճիշտ է։ Շրջաններ հետ սովետական ու մարտիկ էլ այդ Կարող է, որովհետև մենք հաջորդ սերունդն ենք այն մարդկանց, ովքեր համարվում են ցեխավիկներ, ովքեր համարվում են կոոպերատորներ։ Եթե խոսենք բիզնեսում սայտագումների մասին, սկզբի շրջանում ամենաակնառու սայտագումները, որ եղել են, պատմեք քիչ դրանց մասին։
հետ քայլ է եղել, բայց հետո ուժերը հավաքել եք ու չէ, դելի առաջ գնալ։ Դες չեմ կարող հիշեմ սայթակումներ, կարամ հիշեմ այդ տրամադրության անկումները, հա ինչի պատճառով կարող լիներ, ինչ որ մի պրոյեկտ, որ շատ պատասխանատու պահ կա ու զգում ես, որ քո ուսերով դժվար է խաշել, հա, երեկոյան գլուխը տարակում է այդ վիճակից, որ մի խոսք որ պատասխանատու մարդնով հանդերձ ծանր է տանում, որ հանգարց կարող է ինչ-որ բան այնպես չլիներ ու երեկոյան որոշում եմ վերջ, սա էլ վերջացնում եմ ու գնամ խելոք ինչ-որ մեկի մոտ, հա, ինչ-որ մասնագիտությամբ աշխատեմ, հետո սիրուն առօրյան վեր եկնում, վերցնում եմ նորից իմ ամեն ինչը ու նորից գնում եմ իմ աշխատանքը կատարելու, որ հասցնենք վերջացնենք տղաներին շահագրգռելով, թևութիկունք լինելով, փառքով անում ենք մեր աշխատանքները, հետները միասին ես էլ։ Իսկ ամենամեծ հաջողումների կամ այդ էլի կրկնեմ շրջադարձի կետը ո՞րն է համարում, երբ որ ինքնազբաղվածությունից եկաք ավելի ազատ ոճի, թե ինչ որ այլ կետ էլ կա, որը համարում եք, որ գաք ճիշտ ձեռքբերում, հա, հա, կարամ երկու ձեռքբերում կարամ ասեմ։ Մեկ, որ ինձ սկսեցին վստահել այնց մարդիկ, ովքեր որ կարեն ինչ չվստահեն, իրանք ավելի լուրջ կազմակերպություններին կարեն դիմեն նույն հարցերով, հա։ Ես սկսեցի այդ մարդկանց ու այդ կազմակերպությունների հետ համագործակցել, իմ համար դա մեծ ձեռքբերում էր։ Երկրորդը, որ ասած նկարագրեմ, բավական երկար ժամանակ 2-3 տարի, որ արդեն ես նախաձեռնած ես գործունեությունը, արտադրությունը, անհատական կահույքի արտադրություն, հա։ Դե բնականաբար ինչ որ հաստոցների կամ ինչ որ գործիքների պակաս էր լինում ու ես չէի էլ երազի որ կարող եմ ունենալ ինչ որ տես լուրջ հաստոցներ, որոնք այն ժամանակ կազմակերպություններ ունեին, անհատական արտադրություններ չունեին։ Ու ես ասեմ, այդտեղ հաստատ ինչ որ գերբնականի մատնել էր խառը, որ հաջողություն եղավ, ես ունեցա ձեռքբերում ու 2 տարի անընդմեջ իմ ձեռքբերումների տարիներ համարվում, ես ռիսկերի էի գնում։ Իրոք ես այն տարիներին ռիսկերի էի գնում 11, 12 թվերի մասն 11-12 թվերի։ Ասենք Իտալիայից հաստոց պատվիրելը իմ համար դա լուրջ թեմա էր, հա, ասենք կարող չգիտեմ, ժամանակ ինչ-որ մեկի համար թվար թե լուրջ բան չի, բայց Իտալիայից հաստոց պատվիրելը մեծ նշելու գործընթաց էր։ Կարամ դրանք ավելացնեմ։ Հա, եթե փորձենք մեզ դիտողներին պատմել, թե ձեր կահույքի արտադրամասը, որ տարբերվի մյուս կահույքի արտադրամասից, պատկերացնեմ, որ դասական ես պատկերացած տարբերակը չի։ Ինչով է առանձնանում ձեր կահույքի արտադրամասը, ձեր գործունեությունը, որովհետև մենք էլ հասցրեցինք նկարանից առաջ զրուցել, հասկացանք, որ այս ոչ միայն արհեստ է, այլև արվեստի իր բաժինը ունի, այ կուզեմ դրա մասին մի քիչ խոսենք։ Հա, ես ունեմ սկզբունքներ, որոնց մասին խոսում եմ իմ վարպետների, իմ տղաների, իմ թիմակիցների հետ։ Բայց այդ ցիկլը ինչքան կարող է շարունակվել, կոմպետենցիա ձեռք բերելու, շեշտը դնել մարդկային հատկանիշներով։ Հնարավորություններ կա մարդու համար, որովհետեւ ինքը հասկանա, որ ինտեգրվում է այդ կոլեկտիվում, թե մնա որպես աստղ։ Հա։ Առաջնահերթությունը էլ եմ ասում, տալիս է մարդկային հատկանիշներին։ Եթե նոր աշխատողը մուտք գործում արտադրություն, բոլորի կողմից ընդունվում է որպես հարազատ։ Թե արդեն հետո ոնց ինքը կդերսավորի իրան ժամանակն է ցույց տալիս։ Երկրորդը իմ անմիջական շփումն է, չեմ ասի շատ հաճախ, բայց անմիջական շփումն է, որ անընդհատ փորձում եմ իրան ժամանակից շուտ դարձնել անդամ, թիմի անդամ։ Երրորդը էլի հիմա չեմ կարող նորից դրա մասին ասեմ, բայց եղել է բավական երկար ժամանակ, որ նոր աշխատակիցը մուտք է գործել արտադրություն, ասել է ես սիրով կուզենամ այստեղ աշխատեմ, որովհետև այստեղ բաներ կա, որ ես չեմ տեսել ոչ միտեղ։ Դա իմ համար շատ կարևոր ֆունդամент է եղել։ Ու ես էլի հիմա դրա վրա աշխատում եմ, որ աշխատակիցը իր աշխատանքային ժամանակի, process-ի ժամանակ շատ քրտինք չծախսի, հա, ինչ որ բանի վրա։ Ինքը ավելի շատ ժամանակ ծախսի մտքի վրա, քան թե որ ձեռքի աշխատանքի վրա։ Չնայած ձեռքի աշխատանքն է շատ կարևոր, բայց հետ չենք գնում, հա, օրինակ լավ, սա ստեպ եմ պատմում, այնտեղ որտեղ որ ես աշխատում էի,
Իտալիայից հյուրեր կային, որոնք եկել էին հաստոց տեղադրեին եզրաշերտող ու աշխատանքներ տեսան, որոնք որ կորություններով, կտրվածքներով աշխատանքներ էին եւ նրանք այդ կտրող ստանոքն էին, հաստոցն էին ման գալիս, թե ինչով է այդ գործողությունները արած եւ չգտան այդ հաստոցը, հարցրեցին, բայց ինչով եք այս աշխատանքները արել, ցույց տվեցին մի տարիքով, մարստավորը ասեցին նա ձերքով ու ձերքի հենց հաստոցով էլ արած չէին հավատում, հա, որ կարա տես բան լինի։ Իրանք ասում են մեր մոտ դա հատուկ համակարգչային հաստոցով են անում։ Ես այդքան կողմնակից չեմ դրան, ավելի լավ է էսոլաբիլությամբ ժամանակակից ձևով այդ ամեն ինչ արվի, արհեստավոր ավելի շատ արտադրանք տա, քան թե որ սերքի աշխատանք անի։ Կարեն ջան, կա ինչ որ մեկը կամ երևույթ ձեր ոգեշնչման համար։ Եղել է իհարկե, իմ համար եղել են անհատներ, ովքեր ոգեշնչել են ինձ, բայց մի քիչ տարբերվող կասեմ, ոչ թե ինչ որ անհատ, որին բոլորը ճանաչում են, կամ ինչ որ մի անձ, որը ինչ որ մի հայտնի, ինչ որ մի տեղի հերոսը չէ, ես իմ ոգեշնչությունը եղել է իմ աները, հա, ոնց են ասում հայերեն, կնոջս հայրը, որը շատ ուժեղ մարդ էր, ամեն ծանր իրավիճակում ես իրանով ոգեշնչվել, որովհետև ինքը լինելով առաջի կարգի հաշմանդամ, ունես դժվար մարտահրավերներ էր իր համար սարքում, ունես իրավիճակներից էր ուզում դուրս գալ, ունես նպատակներ ուներ, որ միշտ ասում, եթե ինքը դա կարող էր անել, ինքը կարող էր դրա մասին մտածել, ես էլ կարամ։ Հա։ Հիմա չեմ կարող ներկայացնեմ, իմ համար շատ տեղեր հաղթական ճանապարհի օգնական է եղել։ Մենք արդեն երևի որոշ հանդիպումներ այդ խոսում ենք ու գալիս ենք այդ наставничество կաղապային, որ պարադադից չի որ դա լինի մասնագիտական, պաստորեն այդ ոգեշնչման աղբյուրի դերը, որ ստանում է наставничествоյի կաղապարից է նաև երևի գալիս, որ ուղղորդում է տալիս տվյալ մարդը, թեկուզ եւ ինքը այդ ոլորտում չի։ Ես շատ կուզենայի լիներ մեկը, ումից ես բաներ կունենայի սովորելու աշխատանքի հետ մասնագիտական։ Ցավոք սրտի չեմ ունեցել տես մոտ կարդալով, հա լավ ընկերներ կան հիմա, որոնք էլի ինձ ոգեշնչում են իրենց աշխատանքներով, իրանց հետ խոսալուց լավ գաղափարներ առաջանում, հա, բայց իմ հաղթանակների ճանապարհին առաջացած դժվարությունների հաղթահարման համար եղել է ինքը, որ ասել եմ, եթե ինքը դիմացել է, ես էլ կարամ, եթե ինքը արել է, ես էլ, եթե ստացվել է, իմ մոտ կստացվի։ Կարեն, ինչ ռիսկեր կան բիզնեսում, որոնք դուք գնահատում եք ու խորհուրդ կտաք մեծ դիտողներուն ոնց գնահատեն իրենց բիզնեսի ռիսկերը, ձեր օրինակով, ձեր դեպքերով։ Ռիսկերը տարբեր են։ Կախված թե դու ինչ ստավկա ռուսերեն լավ բառը, բայց հայերեն չեմ կարողանում դրա թարգմանաբար բառը գտնեմ, ինչ ստավկա ես դնում։ Հա։ Ինչքան որ դու ունես մեծ ներդրում, այդքան ունես ռիսկեր ձեռքբերման եւ կորցնելու։ Ու երբեք չպետք է գործարար հենց կոչված գործարար մարդը վախենա կորստից։ Երբեք, որովհետեւ ինքը եթե ներդրում է կորցնում, հա, ինքը գրեթե համարյա բան չի կորցնում։ Ինքը ուղղակի մի քիչ ժամանակ է կորցնում, որ նորից է ինչ որ ոտի կանելու։ Իսկ այդ կորուստը ես համարում եմ, որ լինում է վճար ուսուցման համար։ Եթե ինչ որ մի բան կորցրեց մարդը, ինչ որ ռիսկի գնաց ու ստացվեց այնպես, որ ինքը ձեռքբերում չունեցավ, կորուստ ունեցավ։ Ես համարում եմ, որ այդքան վճարեցի իմ փորձի համար։ Ու պլյուս դա վերականգնող ռեսուրս է։ Դե եթե համարում ենք, որ ներդրում եմ արել, ներդրումը հիմնականում գումարային տեսքով է կամ ինչ-որ գույքի տեսքով է, բնականաբար վերականգնվող է։ Այդ չեմ ցանկանա, որ մարդ ռիսկի դնի իր առողջությունը, որ այսօր ցավոք սրտի շատ ջահելներ չեմ ասի սխալ կազմակերպվածության պատճառով, բայց իրականում դա է, իրանց առողջությունն են դնում ռիսկի տակ, այսինքն գիշեր ցերեկը չեն տարբերում իրարից, սննդին չեն հետևում, իրանց ստրեսային իրավիճակներին չեն հետևում, փոխհարաբերություններին չեն հետևում, իրանց ֆիզիկական պատրաստությանը չեն, այսինքն այնքան բաներ կա, որ չեն անում այդ ճանապարհին, որ 10-15 տարի հետո իրանք բավականին մեծ կորուստ կունենան։ Որից հետո իրանք պետք է լավ գումարներ ծախսեն այդ առողջությունը վերականգնելու վրա։ Այսինքն այդ իրանք աշխատածն է գնալու դրան։ Այդ կյանքի փորձից է գալիս, ինչքան է ասվի, մեկ է ամեն մարդ կընտանային ճանապարհով, որով ընտանում է։
Մի հատ բլից հարց, փորձ, գիտելիք թե համարձակություն, որը կընտրեք։ Մենակ մեկը, բայց Համարձակություն։ համարձակություն։ Երևի մենք ինչ որ եթերաշրջանի ավարտից հետո այս հարցերի համախումբը կտնենք, հələ որ այդ համարձակությունը գերակշռում է որպես ընդրության։ Ես իմ փորձից եմ ասում։ Ձեր ոլորտում ոնց պատկերացնում եմ մրցակիցներ շատ կան, ոնց է իրենցից տարբերվում, ոնց է վարվում մրցակիցների հետ, գուցե մրցակիցներից գործընկերներ եք սարքում, ոնց է կատարում այդ process-ները։ Ես ինքս անձամբ իմ մտածելակերպով մեր ոլորտում իմ մրցակցին համարում եմ որպես ինձ գործընկեր։ Ու երկար պատմություն կլինի դա, բայց կարամ օրինակներ ասեմ, ինչքան գործընկերներ եմ այդտեղ ձեռք բերել ինչ-որ մի գործի շուրջ։ Երբեք չեմ դիտարկել իրեն ինձ մրցակից, որը ինձ կխանգարի կամ ես իրեն կխանգարեմ, չէ։ Ու փառք Աստծո, որ մեր երկրում այսօր ինչքան որ ոլորտում կան արտադրողներ, հա, բոլորը զբաղված են այնքանով, որ չեն կարողանում հասցնել։ Բոլորի մոտ աշխատողների խնդիր կա։ Համենայն դեպս ում որ ես գիտեմ։ Իսկ եթե ինչ-որ մեկը կա, որ ազատ ժամանակ ունի, ուրեմն սա մի խնդիր ունի։ Բիզնեսը ինչ որ ձև այնպես չի վարվում, որպես պետք է վարվեր։ Եթե ինքը ազատ ժամանակ ունի, հա, ինչ որ մի բան ինչի անի։ Հիմա այդ արդեն չեմ ասում ինչն է։ Իսկ խոսք գնաց աշխատագիցների մասով, ես մեկ էլ ուզում եի հարցնել այդ ռիսկերի մեջ է նաև աշխատագիցները, որ աշխատագիցներ կորցնել, հատկապես լավ մասնագետների, ոնց է աշխատագիցներ ներգրավում, ինչ փուլում եք գտնվում հիմա։ Աշխատակիցներ ներգրավելը այսօր ես բարձրաձայնում խնդիր է, որովհետև կա մեր հանրապետությունում X քանակի մասնագետ եւ ընդհանրեն արտադրությունները բացվում են, հա, սիստեմատիկ բացվում են։ Ինչ որ մեկը մի քիչ լավ է իր գործին տիրապետում, հասկանում որ ինքն էլ կարա առանձնանա, հա, բայց դրանից այս մեր արտադրության մասնագետները չեն շատանում։ Ու գնում է փախցնոցի։ Հա։ Խափելով կլինի, գրավելով կլինի, խրախուսելով կլինի, չեմ կարող ասեմ, բայց իմ մոտ լրիվ ուրիշ միտք է, պատրաստել է, ուսուցանել է։ Ցավոք սրտի մենք հələ անդառնալի մեծ կորուստ ունենք մեր այդ կորսրած տղաների հետ կապված, որոնք իրենք էլ պոտենցիալ աշխատակիցներ են լինելու, հա, բոլոր բնակավարների վրա երևում է այդ կորուստը, չհաշված այդ ընտանիքների վրա։ Բայց պետք է աշխատենք, ստեղծենք դպրոցներ կամ ուսումնարանման ինչ-որ հաստատություններ, որտեղ որ դպրոցական տարիքից հենց այդ աշխատանքի ուսուցման դասընթացների ուսուցիչների հետ աշխատելուց սկսենք, որ դասարանում առանձնանան երեխաներ, ովքեր որ արհեստի մեջ իրանց ավելի լավ են զգալու, իրանց ծնողները չերազեն ինչ-որ տես մեծ համալսարանների մասին, որտեղ իրանք կանեն շատ լավ մասնագետներ դառնան ու շատ ավարտածներից ավելի լավ ապրեն։ Այսինքն առաջարկում եք այդ սովետական տեխնիկումների այդ ճիշտ համակարգ է եղել, որտեղ որ հենց դպրոցից երևացել են այդ մատիկ։ Ճիշտ է, մի քիչ մենտալիտետով մի քիչ ուրիշ ձև են նայվել, հա, այդ շուտ դպրոցից դուրս եկողներին, հա, դա էդի լրիվ ուրիշ պատճառով եղել, բայց կարելի ավելի ճիշտ կազմակերպել, որ հենց դպրոցում, բլեան դպրոցում կա տենց սիստեմ, հա, այնտեղ կան չեմ հիշում ոնց են կոչվում են դասարանները, արհեստագործական դասարաններ, հա, եւ ուսուցողում տարբերում են այդ մարդիկ իրարից։ Բարձր դասարաններում արդեն աշխատանքներ տարվի, որ երեխաներ, ովքեր ցանկություն ունեն այդ ուղղությամբ շարունակելու, բանակից հետո արդեն ունեն աշխատանք։ Ոչ թե բանակից հետո տղաները գան մտածեն տաքսի քշելու մասին, թե ինչ որ կարճ տենց մի մայլոտնի, հա, էլի ռուսերեն բառը չեմ կարող մայնագտեմ աշխատանքների մասին։ Ես ձեր խոսքից հասկացա, որ օրինակ դուք ափսոսանք չեք զգում, որ ինչ որ մի կադր եք պատրաստում ու դա ինչ որ առժամանակ հետո թե իր բիզնես այդ օրենքա։ Այդ օրենքա, որովհետև մենք հենց ուրիշ ազգերի շատ տենց չեմ շփվել, չեմ առնչվել, բայց կարամ ասեմ, որ մեր գեների մեջ կա այդ նախաձեռնական ջիղը, հա, երբ որ ես 3 աշակերտ եմ բերում մոտ ու իրանցից վարպետ եմ պատրաստում, հա, 3-ից 2-ը որոշում են, որ իրենց սեփականը պետք է դնեն կամ ինչ պատճառներով որոշում են ուրիշ բանով զբաղվեն կամ ինչ որ մեկի մոտ զբաղվեն։
Ես իմ ներդրումը չեմ կորցնում, քանի որ դրա մասին գիտեմ։ Բայց գոնե եթե 10%-ը կամ 20%-ը մնում է իմ արտադրությունը, ես համարում եմ ձեռք բերում։ Իսկ այն համակարգը, որ ես եմ պատկերացնում, որ պետք է ուսուցանվի, իմիջիալոց դա այս մեր կահույքագործների ասոցիացիայում այդ հարցը կա դրված շատ կարևոր ձևով ու հուսամ մոտ ժամանակներում արդեն սկիզբը կդրվի, արդեն այդ ուսուցման process-ում առաջացած աշակերտները կամ արդեն վարպետները իրանց աշխատատեղերը կգտնեն ու շուկան կլցվի ու հույսով այդ տանոցին էլ չի լինի։ Այ որ աստիկ պատրաստել աշխատակիցներ բան ու տեխնիկումի օրինակը հիշեցինք, իսկ այսօր կա չէ՞ տենց հնարավորություն ատեստավորվել, ատեստացիա տրամադրել ու դա որպես մասնագետ այնտեղ ոչ մի բան չի խանգարում։ Մեկ է խոսքի մեջ նշեցիք կահույքագործների ասոցիացիայի մասին, կուզեմ անպայման խոսեք դրա մասին, որովհետև իմացա որ նորաբաց կառույց է։ Այո, մի քանի տարի է արդեն ու այսօր իրանց առաջի ֆորումն է։ Միջալոց ընդեղից եմ եկել այստեղ ու հիմնադիրը հաղթներս ասեց անպայման եթե հնարավոր վերադարձեք մինչև 7-ը։ Այստեղից այնպես որ հավաքելուց հետո պետք է վերադառնամ այնտեղ եթե հասցնեն։ Շատ կարևոր կառույց է այսօր մեր հանրապետության համար, բոլոր արտադրողների համար, որպեսզի առողջ մրցակցություն լինի կամ շատ հարցեր կա, որոնց մասին կարող եմ խոսեմ, եթե ժամանակ կա, այդ կառույցը կարող է ամեն հարցերը լուծի։ Լեշնի իր վրա, նաև կրթական առումով, առողջ մրցակցության առումով, անգամ այսօր ես գիտեմ մեր սպառողների, մեր կահույքի, հա, կարիք ունեցողները, որտեղ տեսնում եք ինչ մեծ բուրըն շինարարություններ ու տների վաճառքներ է գնում մարդկանց մոտ, շատ են մարդիկ հանդիպում խնդրի, որտեղ խաբված են լինում։ Այսինքն ոչ ճիշտ մարդու կամ ոչ ճիշտ կազմակերպության հետ գործ են բռնում։ Ոչ մասնագետների հետ, որտեղ այնքան են շատացել իրանք, որ իրոք մարդկանց մոտ չեն տարբերվում։ Հետաքրքիր իրենց ռոլիկներով, հետաքրքիր էջերով տենց գրավում են մարդկանց ու փաստի առաջ են կանգնում, խաբված են լինում, հա։ Իսկ այդ կազմակերպության մեջ ես հարց եմ բարձրացնելու, որպեսզի հետևողական լինենք մաքսիմալ, հա։ Ենթադրենք դուք սպառող եք ու կարող եք մտնել այդ կայքի էջը, անգամ այդ մարդու մասին ում հետ կապի եք, հա, իր մասին ինֆորմացիա կարող եք գտնել։ Եթե չեք էլ գտնում, հա, ինչ որ հարց առաջ կամ բարձիկ թողնել։ Ես այդ ուզում եմ հետևեմ դրան, որտեղ սպառողը կարող է ինֆորմացիա ունենա ում հետ է աշխատում։ Խոսք գնաց այդ վիդեոնկարահանումներից, գովազդից, իսկ կոնկրետ ձեր ընկերության մարքեթինգային արշավները ո՞նց է կազմակերպվում, ինչի հիմքում, ինչն եք դնում դրա հիմքում։ Լավ, ասեմ սենց, հիմքում դրված է փոխադարձ վստահությունը։ Այսինքն, եթե ինչ-որ անհատ կամ ինչ-որ կազմակերպություն դիմում է մեզ, նախ պետք է ինքը վստահի։ Երկրորդը աշխատանքները կատարելուց հետո համոզվի, որ ճիշտ էր, որ վստահում էր, որովհետև ինչի համար որ վճարել է, ինքը չի ափսոսում դրա համար եւ անգամ ինչպես փորձ ցույց տվել երկար տարիներ մեզ մեկը մեկին խորհուրդ տալով են։ Լոյալություն էլ կա։ Ճանաչում, հա, ու շատ ժամանակ հարցնում եմ, մեկ-մեկ ծիծաղում եմ պատմություններից ամեր, ով է խորհուրդ տվել ու խորհուրդ տվողը 4-րդ, 5-րդ սերունդի խորհուրդ տվողն է արդեն։ Եկել է, սարաֆանի ռադիոյով եկել է։ Որը որ ամենալավ աշխատող տարբերակն է։ Կարեն, ինչպես եք տեսնում հայկական տնտեսության զարգացումը, ընդհանուր ձեր ոլորտից դուրս։ Շատ դրական եմ նայում, առաջինը, իրականում մեր աշխարհագրական դիրքը հենց է, որ մեր տնտեսության զարգացումը շատ խոչընդոտներ ունի, բայց էլի ասեմ, լինելով դժվարությունների մեջով անցած ազգ, ես էլ այդ մասնիկներից մեկը ելքեր գտնում ենք տնտեսությունը զարգացնելու, իհարկե մեծ մասամբ հլավոր դրսից եկած հիմքերից պատրաստած նյութերով է մեր արտադրությունները, ցավոք սրտի փլուզումից հետո խորհրդային միության ունի շատ մեծ պոտենցիալներ տեղական ինչ-որ տեղական արդյունաբերություններում արտադրություններ կազմակերպելու, ցավոք սրտի սա փլուզվել է, բայց չենք հանձնվում։ Կարանք սկսենք ոչինչ օտարի հումքով արտադրություն կազմակերպելուց, հետո կգա ժամանակը մենք մեր հումքը կունենանք։ Բայց աճ տեսնում եմ, հաստատ տեսնում աճերը։
Այսինքն տեսնում եք արդյունաբերության մեջ, դա է ապագան, դա է թիրախը, շեշտը դրա վրա պետք է դնել։ Ես արդյունաբերության մեջ տեսնում եմ, որովհետև մենք աշխատող ազգ ենք։ Էլի ուղղություններ կա, միգուցե ես այդ ուղղություններից այդքան տեղյակ չեմ, մենք ունենք գրավչության առարկա, ասենք մեր տարածաշրջանը, հետաքրքիր վայրերը, Տուրիզմ, տուրիզմի տեսանկյունից նկատի ունեմ։ Շատ կուզենայի առողջապահությունը զարգանար, որ ինքը էլի շատ լավ տնտեսություն կզարգացներ, այսինքն առողջապահական տուրիզմ լիներ այստեղ, որը շատ եկամտաբեր է էլի, դա էլի մեծ գաղափարների հետ կապված, մեկ էլ պետական աջակցության հետ կապված։ Միշտ եմ էլի պետք է մտածեմ ինչ արտահանում էլի շատ կարևոր է, հա, որովհետև իրոք այսօր զարգանում է գնալով օր-օրի ես կասեմ ոչ թե պակասում է արտահանող, այլ շատանում է։ Ու էլի էս վատ աշխարհագրական դիրքից ելնելով չենք հանձնվում։ Փորձում ենք հաղթահարել գտնել երկեր, ճանապարհներ, հա, որ կարողանանք մեր հայկական ինչ-որ արտադրանքը արտահանենք։ Հիմա էլի կապելով մի քանի հարց եւ տնտեսության զարգացման եւ արտահանման տեսանկյունից հիմա նշում էի արել IKEA-ի օրինակը, օրինակ ինչի մենք Հայաստանում չունենք նման ընկերություն իր օրինակով, թե բնականաբար մենք արդեն 30-ից ավել տարեկան անկախ պետություն ենք, որը կարող է եւ ունենալ այդպես մեծ ճանաչում ունեցող ընկերություն դրսում էլ։ Ինչի մենք չունենք դրա համարժեք օրինակը, նմանատիպը կամ այլ ֆորմատով ուրիշ օրինակը։ Այստեղ նկատի չունենք, չէ՞, ինչ պրոդուկտ է տալիս։ Չէ, իրականում եթե խոսում ենք կահույքի արտադրամասի մասին, ես կուզեի հենց ձեզ մոտ բարձրացնել IKEA-ն որպես օրինակ։ Եթե կահույքի մասին խոսենք, էլի իմ ընկերներից մեկի զարմացած խոսքը ասեմ, որ առաջի անգամ չեմ հիշում, մոտ երևի 20 տարի առաջ կլիներ, հա, որ Թուրքիայում այտենց որպես ուսուցողական բաներ կազմակերպել տուրիստական ոնց որ, հա, ուսուցողական ու մտել էր արտադրություն, որտեղ որ պատրաստում էր լամինատի թերթերը, որոնք օգտագործվում են կահույքագործության մեջ, ասես կարան, ես ինչ մեծ արտադրություն ասում եմ, եթե այս արտադրությունը մեր երկրում կազմակերպվի, երևի մի ամսում Հայաստանի ծառերը կվերջանան։ Բայց դա էլ իր բացասական կողմերն ունի։ Այսինքն մենք միշտ պատկերացնում ենք, որ թափոններից են պատրաստում, բարձրացնում չէ, անտառներից է պատրաստում այդ ամեն ինչը։ Այսինքն մենք չունենք այդ հնարավորությունը, որպեսզի IKEA-ի պես հումքը այնքան մատչելի ձևով կարողանանք ստանանք, որից ստացվող արտադրանքն էլ այդ ձևի մատչելի լինի։ Ուղղակի IKEA-ի պապիկի, հա, գաղափարի շուրջ ինչ են խոնարհվում, ինքը փորձեց ինքնարժեքը իջեցնի կահույքը գնողի ինքն իր ձեռքերով պատրաստելու վրա։ Այսինքն եթե հավաքել, հա, եթե խանութում պատրաստի ապրանք առնում ես X գնով, ինքը կազմակերպվեց այնպես, որ դու այդ ապրանքը առնում ես, տանում ես կոտոն, դու հավաքում ես X մինուս 10%, որը որ ինչով գրավես նորից մարդկության բավական մեծ խումբը սիրում է իր ձեռքով ինչ-որ բան անել։ Հավեսի համար թեկուզ։ Ինքը շուկան գրավեց։ Մեկ էլ պետք է ուղիղ չնայել, հումքին չնայել, գուցե ինչ-որ այլ տարբերակներ մտածեին մեր հայ գործարանները տրանսֆորմացնել այդ բիզնեսը, որտեղ որ հումքի խնդրից խուսափեին, էժան հումքի խնդրից խուսափեին ու ալտերնատիվ եղանակով փորձեին ծավալվել, մասշտաբավորվել, դուրս գալ, չգիտեմ, ինչ-որ թիրախային ֆիշկա պետք էր մտածել գուցե։ Հաջողություն եմ մաղթում, գուցե հենց առիթ հանդիսանա դեր ասոցիացիայի։ Հա, կլինի վստահ եմ, որովհետև կան տղաներ, որ ես ճանաչում ովքեր որ արտահանում ունեն, ես անգամ զարմանում եմ, Կանադային արտահանում դռներ են, միստենյակային դռներ են կարողանում արտահանել։ Մի ուրիշ էլի թիմ կա, որոնք այստեղի արտադրած շախմատի տախտակները, հա, շախմատը եւ նարդի են արտահանում, ավելի շատ արտահանում, քան այստեղի շուկայում են վաճառում։ Չէ, կհասնեն հաստատ։ Հələ մեր քայլերը մեր տոտիկ է։ Թե հաջողություն է քայլերի մեջ մեր հաղորդաշարի տրամաբանության մեջ մարդահրավերն է, challenge-ն է դրված, կուզենայինք հասկանալ ձեր արտադրամասը ինչ challenge-ի առաջ է հիմա կանգնած, ով եւ ոնց կարող է օգնել ձեզ։ Ու հետո էլ ասենք թե դուք ինչով կարող եք աջակցել այդ բիզնեսների։
Իմ այս տարվա, հա, 26 թվականի մարտահրավերներից մեկն եմ ասում, որի մասին խոսում եմ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցություն սկսելը, իմիջիայլոց արդեն ունեն գրանցած հաջողություն, չեմ անվանում իրանց ֆիրման, որի հետ սկսել ենք համագործակցել։ Լրիվ ուրիշ ֆորմատ է, ովքեր որ համագործակցում են շինարարությունների հետ, գիտեն այդ ինչի մասին է, ինչ ծավալներ է ու ինչ պատասխանատվություն է, հա։ Հիմա այս տարվա իմ առաջադրանքներից մեկն է իմ առջև, որ գոնե 2 այդպիսի կազմակերպությունների հետ սկսում համագործակցել եմ։ Այսինքն մենք սկսում ենք աշխատել իրանց դիզայներական թիմի հետ, միասին ենք այդ գաղափարները իրագործում, որովհետև շատ ժամանակ անհամատեղելիություններ է լինում, դա շատ տարածված բան է, երբ դիզայներները ինչ-որ նախագիծ են տալիս, այնտեղ ամեն ինչ չի, որ տեխնիկապես հնարավոր չի, հնարավոր է, այո։ Ու այդ հենց սկզբնական փուլում մեր համագործակցությունը բերում է հետագայի ավելի հեշտ process-ների, իրանք էլ են դա նկատել։ Խոսքը վերաբերում է էլի նորակառույց շենքերի Նորակառույց շենքերի հյուրանոցային համալիրների մասին է խոսքը։ Իսկ դուք այլ բիզնեսներին ինչով կարող եք օգնել, աջակցել։ Մեր բնակավարի բիզնեսներին ասեմ, ես շատ տենց նորաստեղծ կազմակերպություններ կամ անգամ ես իրանց ինքնազբաղվեց եմ ասում, չնայած թիմ են համարյա 4-5 հոգանոց, բավականին լավ խորհուրդներ եմ տալիս, որի համար շնորհակալ են լինում, այսինքն եթե մի հատ դժվար ճանապարհ ունեն անցնելու, ես կարողանում եմ այդ ժամանակը կրճատեմ իրենց մոտ, այսինքն իրենք սխալներ չեն անում։ Ու ես էլ եմ ինձ լավ զգում, որ այն ինչի մեջով ես անցել եմ, իրենք կարող են այդ ճանապարհները շրջանցել։ Այսինքն մասնագիտական խորհրդատվություն, այո, հա։ Կարեն, ոլորտից դուրս էլի ինչ խորհուրդ կտաք սկսնակ գործարարներին։ Հարգելի սկսնակ գործարարներ, չհանձնվեք երբեք, որովհետև երբ որ ունեք նպատակ, ես գիտեմ ոնց է, երազում եք տանում ձեր նպատակը։ Իսկ նպատակը ունի sense մի հատ հատկություն, ուզում ես ստուգի, այդ գործարարը արդյոք արժանի է արդյունքներին թե չէ։ Կարեն, եթե մենք հանդիպենք մի տարուց, 3 տարուց կամ 5 տարուց, ինչ կուզենայիք, որ փոխված լիներ հայ գործարարի իրականության մեջ։ Գրագիտանար։ Հայ գործարարը պետք է կրթվի։ Ես օրինակ շփվում եմ շատ տարբեր մակարդակի գործարարների հետ։ Այն 90-ական, 2000-ական թվականների գործարարն ու հիմիկվա գործարարը շատ են տարբերվում։ Արժեքներից բռնած, մտածելակերպից վերջացրած, աշխատանքային process-ների կազմակերպումով շատ է տարբերվում։ Ու այն գործարարը, ով տեսնում է դուրսը իր երկրից ինչա կատարվում, փորձա բերում ստեղ։ Մեր վերջի 10, 15, երևի 20 տարում այդ ուղղությամբ ինձ թվում է, որ փոփոխություններ կատարվում են ու ակամայից են այդ փոփոխությունները տեղի ունենում, դրան խտանեն, չնայած ակամա ասում են, բայց դրան խտանեն նաև բիզնես դասընթացները, որոնք շատանում են տարատեսակ բիզնես խմբավորումները, ակումբները, որոնք որ խտանում օգնում են մեկը մյուսին եւ դա ուժ է տալիս նոր եւ ձեր նշած գրագետ գործարանների ձևավորման ու գրագետ ընկերությունների ստեղծմանը ու իրանք էլ իրանց հերթին բիզնեսներ են, հա, չենք թաքցնում այդ էլ, բայց ամեն մարդ կարա տեղից ինչ-որ բան վերցնի իր համար։ Լինում են մարդիկ, ովքեր չեն կարողանում վերցնեն, այսինքն իրանք մի քիչ ուժեղանալու կարիք ունեն։ Այսինքն կրթվելու ժամանակ էլ կարողանաս հասկանաս ինչ տվեցիր, ինչ վերցրեցիր։ Ու անվճար ոչ մի բան չի լինում, թող բոլորը իմանան։ Եթե ինչ-որ մի բան ինչ-որ միտեղ անվճար է, ուրեմն դա ինչ որ դες պետք է, գործարարներ ջան։ Կարեն, ո՞րն է հաջողության բանալին։ Չհանձնվել եմ կարծիքով։ Կորովի չկորցնելը ու չհանձնվելը։ Կարեն ջան, մենք մի հատ խորագիր ունենք, ընդհանրապես մեր հաղորդումը տարբերվում է նրանով, որ մի քանի խորագրեր ունենք, challenge-ը իր անվանումով, իր գաղափարով, խորագրերից մեկն է գիրք նվիրելն է, մեզ հետաքրքիր մեկնաբանություն եւ հարց տվողին կամ մեկնաբանություն գրողին կցանկանանք լսել դուք ինչ գիրք կուզենաք, իրականում ազատ է ոճը, բայց մենք էլի չգիտեմ ինչի թիրախավորել ենք գիրք նվիրելը, կուզենանք ցանկանանք ողջունելի է, շատ ողջունելի է ու
Հա, ասեմ։ Լավ չէ, հետաքրքիր, հա, որ իր մեջ կարա հարցրել պարունակի, այդպիսի մեկնաբանություն գրողին ես կուզենամ նվիրեմ Իմիրելուց նորա դուրս եկել, ես էլ եմ ուզում սիրով կարդամ այդ գիրքը, հələ չեմ վերցել Աշոտ Աղաբաբյանի կարդինալ գիրքը։ Հուսով եմ այդպես խորիմաստ մարդուն արժանի է այդպես գիրքը նվիրելը։ Սիրով տանում եմ։ Համապատասխան կորզդասներից հետո դեր մագագրությամբ գիրքը կնվիրենք հետաքրքիր մեկնաբանություն գրողին։ Կարեն, մեր հաջորդ խորագիրը սենց մի հատ ֆորմատ ենք մտածել, մեր նախորդ հյուրը հարց է տալիս հաջորդ հյուրին, սպոնտան անկախ հարց ու ձեր հետն էլ է գալու, բայց մինչև այդ կուզեմ հնչեցնել մեր նախորդ հյուրի հարցը վերաբերվում է արժեքի եւ արժեհամակարգի շուրջ է, ինչ արժեքի եւ արժեհամակարգի շուրջ է կառուցված ձեր բիզնեսը։ Հա։ Ես կարող եմ մի քիչ տարբերվեմ այլ գործարարներից, ինձ թվում է, բայց իմ գործունեությունը կազմակերպված է ավելի շատ փոխադարձ համաձայնության, փոխադարձ վստահության, մարդու ավելի շատ կոմֆորտ ստեղծելու, քան թե նրանից գումար վաստակելու։ Իմիջիայլոց մեծ դիտողներին էլ ասենք, որ հաղորդաշարն էլ հիմնական հյուրերը այս կամ այն ձևով աջակցել են հաղորդաշարի լինելուն ու դուք էլ հյուրերի շարքում եք, մենք մեր ձևով ենք շնորհակալություն հայտնում ձեզ հաղորդմանը աջակցելու համար։ Իսկ ձեր հարցը ձեր կողմից մեր հյուրերին ինչ կցանկանաք, որ իրենց բիզնեսից կամ անհատական որն է իմ հաջորդողի, հա, ձեր հյուրի նպատակից հետ չկանգնելու գաղտնիքը։ Այսինքն երբ որ ինչ-որ անհաջողությունների է բախվում, չէ, կարա ուղղակի ժամանակ մարդ կարա նպատակ ունենա, հա, ու երկար ժամանակ այդ նպատակը չիրականացնի։ Կամ մոռացվի գնա, հա, այդ չհանձնվելու կամ նպատակից կանգնելու, հա։ Կաղորն է նպատակից հետ չկանգնելու գաղտնիքը, եթե այդպեսին կան։ Շնորհակալություն հարցի համար, որտեղ վստահ եմ լինելու է մի այնպիսի մարդ, որ բավականին շատ նպատակներ ունենալու իրականացրած։ Հա։ Կարեն, ինչ է բիզնեսը մեկ բառով։ Բիզնես մեկ բառով կարամ ասեմ զոհաբերություն։ Շնորհակալություն։ Այսօրվա իմ հյուրն էր Հարմոնիկա ընկերության համահիմնադիր Կարեն Աղաբաբյանը։